Միշտ ավելի կողմնակից եմ եղել նշել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մայիսի 8-ին։ Ես պատերազմի ավարտը եւ խաղաղությունը ավելի բարձր եմ գնահատում, քան հաղթանակը։ Հաղթանակը նաեւ ծնում է ռևանշի ցանկություն։ Հաղթանակը շատ հարաբերական է։ Կարծում ձեզ մոտ եմ ասել, եթե մենք վերլուծենք երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ով է հաղթել, ով է պարտվել, մենք կտեսնենք շատ մի հետաքրքիր պատկեր։ Դե այստեղ էլ երկակի ընկալում է ձևավորվել արդեն։ Այո։ Միացյալ Նահանգների նախագահն որոշեց եւս նշել հաղթանակ, դե դա ասենք ասեմ, ինձ թվում է դա։ Ես նկատի ունեմ նաև Հայաստանի ներսում երկակի, որովհետև կան արդեն բարձրաձայն արտահայտողներ, թե ի վերջո ինչ տվեց մեզ, ինչի այդպիսի մասնակցությունը։ Արնական մասնակցություն, եթե կարելի է այդ տերմինը օգտագործել։ Չգիտեմ, եթե հաղթանակը ավարտվում է խաղաղությամբ եւ զարգացումով, նա իմաստավորվում է որոշակի ձևով։ Եթե հաղթանակը չի բերում խաղաղություն եւ հաղթանակը չի բերում զարգացում, այդ ժամանակ իհարկե կարելի է մտածել, թե ինչ բերեց հաղթանակը բացի զոհերից։